Մեր հեռուստադիտողներին հիշեցնում եմ, որ հանցանքի հետքով հաղորդաշարը տևական ժամանակ է սկսել է կարևոր է իմանալ էջը, որի ընթացքում ձերիս կողմից բարձրաձայնված խնդիրները քննարկվում են մեր երկրի լավագույն մասնագետների մասնակցությամբ։ Եվ այս պահին մեր հյուրն է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Ֆարմանյան մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Ինչ թեմայի մասին ենք խոսելու, առաջարկում եմ դիտել տեսանյութը մեր լրագրողի կողմից պատրաստված, որից հետո կանցնենք քննարկմանը, խնդրեմ։ Վերջին շրջանում ստանում ենք բազմաթիվ ահազանգեր քաղաքացիներից, որոնց հարազատները գտնվում են քրեակատարողական հիմնարկներում։ Հարազատները նշում են, որ երբ փաստաբանը հրավիրվում է գործի հետ կապված որոշակի հանգամանքներ քննարկելու կամ պարզելու քրեակատարողական հիմնարկ, ապա փաստաբանի մուտքը ինչ-ինչ հանգամանքներում արգելվում է։ Նմանատիպ դեպքերի քաղաքացիները հանդիպում են նաև վարույթն իրականացնող մարմիններում։ Ձերբակալված քաղաքացու տեսակցելու նպատակով փաստաբանը արդեն որպես ներկայացուցիչ փորձում է մուտք գործել քրեակատարողական հիմնարկ բարձրանալ իր վստահորդի մոտ, սակայն քննչական մարմնում հանդիպում է մի շարք խոչընդոտների։ Արդյոք այս գործընթացը, որը իրականացվում է վարույթն իրականացնող մարմնի, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների կողմից իրավաչափ է, ինչ կերպ քաղաքացիները կարող են պաշտպանել իրենց իրավունքները եւ ինչ քայլերի կարող են դիմել, երբ փաստացի բախվում են մի իրավիճակի, երբ փաստաբանն, ով եկել է անձի իրավունքները պաշտպանելու, նույնիսկ սեփական իրավունքները չի կարողանում պաշտպանել։ Շնորհակալ եմ։ Փաստացի մեր հաղորդման առաջին կեսում մենք կրկին դեպք ունեինք Արմինե Ֆանյանի մասնակցությամբ, ով ներկայացնում էր իրավիճակ, երբ իրեն էլ արգելել էին փաստացի տեսակցել իր վստահորդին, հետագայում իհարկե ունեցել են արդարացման դատական ակտ եւ այդ հանգամանքը բնականաբար մեծ նշանակություն է ունեցել։ Խոսենք հենց այսպիսի իրավիճակի մասին, որտեղ վերջին շրջանում նմանատիպ դեպքերը եւ բարձրաձայնված դեպքերը հատկապես շատ են, ցավոք։ Նայեք, նախկինում եթե մենք խոսեինք խոչընդոտումների մասին, քրեակատարողական հիմնարկ կամ այն վայր, որտեղ որ անազատության մեջ է պահվում վստահորդը մեր, դրանք եզակի էին եւ այսպես շատ մեծ հնչեղություն էին ստանում, նույնիսկ զարմանք էին առաջացնում։ Հիմա տրամագծորեն հակառակ իրավիճակն ունենք եւ նույնիսկ մենք մեր մեջ գործընկերներով երբեմն հումոր ենք անում, ասում ենք, որ եթե այսօր խոչընդոտումով հաղորդում չենք ներկայացրել, ուրեմն ինչ որ փաստ լավ չենք արձանագրել կամ ինչ որ դեպք լավ չենք ուսումնասիրել, որովհետև բացառվում է, որ խոչընդոտում տեղի ունեցած չլինի։ Իհարկե, սա շատ մեծ նահանջ է արդարադատությունից, շատ մեծ նահանջ է իրավական պետության, տեսլականից, որովհետև դրանով խախտվում է բացարձակ եւ հիմնարար իրավունքը անձի, այն է պաշտպանության իրավունքը եւ այո քաղաքացիների մոտ առաջանում է այն թերահավատությունը, որ եթե իր իրավունքների պաշտպանությունը պատվիրակի փաստաբանին ու եթե փաստաբանը չի կարողանալու ինքն իր, մուտքը ապահովել քրեակատարողական հիմնարկ, վարույթ իրականացնող մարմին, քննչական մարմին, այդ դեպքում ինչպես է փաստաբանը կարողանալու առհասարակ պաշտպանության իրավունքին վերաբերող եւ բովանդակությունը հանդիսացող մյուս գործողությունները կատարել։ Այս թերահավատությունը մարդկանց մոտ իրավաչափորեն եւ շատ բնական կարող է լինել, սակայն ես տեղեկացնեմ, որ մենք բոլոր գործիքակազմերով հաղորդում հանցագործության մասին ուրեմն ներկայացնելով դատական հսկողության, եթե քրեական վարույթի նախաձեռնում իրազեկում են, որ չի իրականացվելու, դատական հսկողության ենք անպայման դիմում, այսինքն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի այս անարդարությունը օր առաջ կասեցվի, սակայն դուք էլ գիտեք, որ քաղաքական գործերով առավելապես, քաղաքական պատվերի այսպես շրջանակներում եւ վերջերս մեր Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու գործերով մեր հանրությունը ականատես եղավ, որ տևական ժամանակ մոտ
Փաստաբանները տեղեկացված 7-ից մինչև 10 ժամ ոչ միայն տեղեկացված չէինք ուր են մեր պաշտպանյալները, այլ նաև ուղղակիորեն մուտք չէինք կարողանում գործել քննչական մարմնի տվյալ դեպքում, որտեղ որ կանգնած էինք Երևան քաղաքի քննչական վարչության շենք, որպեսզի անձանց իրավաբանական օգնություն ցուցաբերեինք, ապահովեինք նրանց ուրեմն պաշտպան ունենալու իրավունքը կամ որպես վկա փաստաբանով ներկայանալու իրավունքը։ Մի խոսքով, սա համակարգային խնդիր է, սա պետության կողմից արկածախնդրություն է, որ վերջաբանը վատ է լինելու իրավական տեսանկյունից։ Իհարկե շատ անգամ, երբ որ մենք այս թեզերը առաջ ենք քաշում եւ հետոյի մասին, ապագայի մասին ասում ենք, որ սա մեծ իրավական հարված է, մի ողջամիտ դատողություն է նաև երբեմն հնչում, որ դուք դեռ տեսեք պետությունը կանգուն մնում է, որ մի հատ էլ խոսում եք հետևանքների կամ իրավունքի պահպանության, պաշտպանության մասին։ Շատ ցավալի հարց է, բայց ստացվում է, որ նմանատիպ իրավիճակները դրսևորում են որոշ անհատների կողմից եւ ինչպես նշեցիք, որոշակի պատվերի շրջանակում, սակայն երբ այս նույն գործերը գնան Եվրոպական դատարան եւ Հայաստանի Հանրապետության դեմ կայացվեն վճիռներ, մեր սովորական հարկատուների գրպանից այդ վճիռներով արձանագրված գումարները փաստացի վճարվելու են տուժողներին։ Ստացվում է, որ կրկին տուժում են այն քաղաքացիները, ովքեր հանդուրժում են այս իրավիճակը։ Միշտ տուժում են քաղաքացիները։ Տեսեք, ես զուգահեռներ անցկացնեմ, մեր փաստաբաններիս հարկային դաշտ բերել է եւ մեզ ավելացված արժեքի հարկով հարկել է, նաեւ շահութահարկը հաշվարկել է, նույն իրավիճակն է, այսինքն տուժում է քաղաքացին։ Փաստաբանը ստիպված բարձրացնում է իր ծառայությունների արժեքը, որպեսզի կարողանա եւ իր հոնորարը, ողջամտորեն այդ գործին աշխատանքի համար նախատեսված հոնորարը գոնե ողջամտության սահմաններում լինի եւ նաեւ կարողանա հարկը տալ։ Իսկ ով է տալիս այդ հարկը, տալիս է քաղաքացին։ Հայաստանի Հանրապետության օտարերկրյա քաղաքացիները ռեզիդենտ չհանդիսացող նույնպես փաստաբանների ծառայությունից օգտվում են, բայց մարդն է տուժում։ Անձը, որը դիմել է իրավաբանական օգնության, այսինքն իրավաբանական օգնությունն է այդտեղ թիրախավորվում եւ անձի իրավունքները։ Փաստաբանները կարող են ինչ-որ գումար քիչ աշխատել կամ ինչ-որ բան քիչ անել, բայց հարկերը պիտի տան, չէ՞, իսկ այդ հարկերը տալիս են այդ քաղաքացիների վճարած գումարների հաշվին։ Սա էլ է նույն պատմությունը։ Եվրոպական դատարանում վաղը մեր հարկատուներիս հաշվին այդ վճարները, որ Եվրոպական դատարանը որպես փոխհատուցում կսահմանի դատական ակտերում, էլի մարդկանց գրպանից է գնալու, բայց սրանք չեն վախենում։ Չեն վախենում, այս պահին իրենք կարծես բանը, կյանքի մահու կռիվ են տալի իրավաբանության հետ։ Այո, ցավոք սրտի, այո։ Ոչ միայն պետության, ոչ միայն արժեքների, ոչ միայն դավանաբանական մեր ուրեմն արժե համակարգի կամ հայկականության, պետության հայկականության դեմ են կյանքի մահու կռիվ տալի, այլ հենց իրավաբանության, իրավական ռեժիմի կարգ ու կանոնի դեմ են կյանքի մահու կռիվ տալի, որտեվ այս պահին պիտի այս հարցը լուծվի։ Այս պահին ինչ որ ծրագիր, ու հասկանալի է բոլորիս ինչ ծրագիր, ինչ որ ծրագիր պիտի իրագործվի, հետևաբար իրանք արդեն ոչ մի բանի դեմ կանգ չեն առնում, որտեվ վաղը եթե Եվրոպական դատարանն էլ մի քանի տարի հետո, դատական ակտեր կայացնի, իրանք ուր կլինեն, շատ մեծ հարց կլինի, էլի։ Վերջին շրջանում ցավալի իրողությունների հետ մեկտեղ ունեցանք մեր գործընկերների ձերբակալման, այնուհետև կալանավորման գործողություններ։ Ես մի փոքր ուզում եմ անդրադառնալ հենց այս խնդիրներին։ Այսինքն ստացվում է իրավիճակ, երբ ոչ միայն խոչընդոտվում է մեր գործընկերների եւ մեր մասնագիտական գործունեությունը հենց բուն, այլ հենց մեր գործընկերները թիրախավորվում են եւ ընդհանուր մինչեւ կալանավորման որոշումներ են կայացվում։ Այ կալանքը որպես խափանման միջոց ընտրել, այսպես ասած, ճակերտավոր թեթև եւ գրեթե ոչնչից ստեղծված քրեական գործերով որքանով է իրավաչափ։ Իրականում շատ մեծ աղետ է պետության համար, երբ որ իրավապաշտպանությունը հետապնդվում է եւ հետապնդվում է այսպիսի բիրտ մեթոդներով, Հայաստանը
միակը չէ ցավոք աշխարհում, որտեղ իրավապաշտպան լինելը կյանքի համար վտանգավոր է, բայց կային ժամանակներ, երբ իրավապաշտպանությունը այսպես ազատ, կոմֆորտ եւ շատ խրախուսելի, հա, ուրեմն գործունեության տեսակ էր։ Հիմա դառել է արդեն կյանքի եւ առողջության համար վտանգավոր, որովհետեւ մի ուրեմն կիսագրագետի, մի գրագետի, բայց ուրեմն դիտավորություն ցուցաբերողի, մի այնպիսի մարդու, որը որ ունի հեռահար ծրագրեր, թեկուզ քաղաքականության մեջ, թեկուզ պետականակործանության մեջ, որտեղ այլևս ինչ կատարվում է, պետականաշինության բնորոշում տալ չենք կարող, եւ մեկ էլ տեսնում ես այդ մարդկանց թեթև ձեռքով ու կամակատարների, հա, զարմանալիորեն, ես անկեղծորեն չգիտեի, որ այդքան այդ սխալ կամքը կատարողներ, հա, վատ կամքը կատարողներ ի հայտ կգային, բայց ըստ էության կան ու տեսնում ենք, որ կոտրվում է պետության իրավական ողնաշարը, հետապնդվում է իրավապաշտպանությունը, հետապնդվում են, կալանավորվում են, ձերբակալվում են իրավապաշտպանները, մասնավորապես փաստաբանները, իրավիճակներ, որոնք որ նույնիսկ այն ամենավատ երազում մենք չէինք կարող տեսնել։ Եթե մենք լինեինք մի բռնապետական ավտորիտար, հա, պետություն ու ինչ որ այսպես զարգացման, իրավական զարգացման սաղմնային վիճակում լինեին, գուցե այսքան վիճակը այդքան ակնհայտ չլիներ ու այդքան ցավալի չլիներ, բայց երբ որ մենք մեզ հռչակել ենք իրավական պետություն ու անում ենք տրամագծորեն հակառակը, արդեն սա դիտավորության համատեքստում սա շատ վտանգավոր գործընթաց է եւ ազատ անկման նման մի բան է։ Մանավանդ Ռուբեն Մխիթարյանի հետ կապված փաստաբան ես ինքս ինձ խոսք եմ տվել, որ այլևս ոչ մի բանի վրա չեմ զարմանալու ու այդ հույզերս կառավարելու եմ, որովհետեւ ես հասկանում եմ, որ այս մարդիկ, ովքեր որ այս խախտումներն իրականացնում են, բոլոր խախտումներ իրականացնող բոլոր դերակատարները, ովքեր որ պատասխանատու են եւ իրավական, եւ քաղաքական, եւ մնացած բոլոր գործընթացների համար պետությունում, իրենք սնվում են, հա, այս հույզերից, ուրեմն անհամաձայնությունից ու ոնց որ հակառակ ռեակցիայով սկսում են արդեն իրենց վատ վարվելակերը պրեսինգ անել, հետևաբար ես այսպես լայֆխակ ասեմ, հա, մեր հայրենակիցներին, որ պետք է դիմադրել, նախ հուզական մակարդակում պետք է դիմադրել, չզարմանալ, չհուզվել, որ սիրտը չպատրի, հա, պատրվի մարդու։ Դա էլ է դժվար, սովորական վերաբերվել սովորական այնպիսի իրավախախտման, որ ես դրա համար պարապում եմ, հարգելի Տաթև ջան, ես պարապում եմ, ձեզ էլ եմ խորհուրդ տալիս, որտեվ հա գիտեմ, հա, նաև ձեր վերաբերմունքը այս ամեն ինչին, որպես լրագրող, որպես փաստաբան եւ հասարակական ինստիտուտի ներկայացուցիչները առհասարակ շատ ծանր են տանում այս ամեն, այն իրական ներկայացուցիչները, թե չէ մյուսները այն որ կային հիմա չկան, խոսքը իրենց մասին չի։ Արդեն իրավական պայքարը դրված է ժամացույցային ռեժիմի վրա։ Չի լինում որևէ գործողություն, որ մնա ուրեմն առանց արձագանքի, չկա մի առերևույթ հանցանք, որը մնա առանց հաղորդման, չկա այնպիսի բան, հա, ապօրինություն, որը մնա առանց դատապարտման։ Ուզում ենք հասցնենք ամեն ինչ եւ ամեն տեղ իրավական առումով եւ դա մեր հակակշիռն է եւ մեր դա հակա բայց իրավական գործողություններն են այս ապօրինությունների դեմ։ Այո, Տիկին Ֆարմանյան, քաջատեղյակ եմ այս օրերին ձեր զբաղվածության եւ այն ահռելի աշխատանքի մասին, որ կատարում եք, շնորհակալ եմ ձեզ։ Վերջին խոսքը թերևս մեր հեռուստադիտողին, ով խնդիրը բարձրաձայնել էր, այսինքն մենք փաստաբաններս պայքարի ճանապարհին ենք եւ կարծում եմ նաեւ պետք է այդ ուղղորդումը տանք մեր վստահորդներին, որ անգամ իրենց վրա ուղղորդված սլաքները մեզ վրա վերցնելով մենք իրավունքի պաշտպանությունն իրականացնելու ենք մինչեւ վերջ։ Անպայման։
Շնորհակալություն եմ հայտնում մեր հրավերն ընդունելու համար։ Մեր հեռուստադիտողներին պարզապես ուզում եմ հիշեցնել, որ եթե այսօր մեր պետությունը կա պայքարող հայի տեսակի շնորհիվ, այնպես որ փաստաբանական համայնքը իրապես պատրաստ է կանգնել պայքարի եւ պայքարում է նաեւ այսօր հենց ձեր իրավունքների պաշտպանությունը իրականացնելու համար։ Թե դա կլինի այստեղ ներպետական ատյաններում, թե եվրոպական դատարանում, արդարությունը հաղթելու է միանշանակ։ Եվ կրկին հիշեցում, այնինչ որ մենք այստեղ խոսում ենք եւ քննարկում, կարևոր է իմանալ։